2018-19 թվականներին Քոարվեստը դպրոցում ծրագրի շրջանակներում այցելեցի հանրապետության տարբեր մարզերի, գրեթե բոլոր մարզերի եւ մայրաքաղաքի 30 դպրոց։ Դպրոցականների հետ հանդիպումը սկսում էի հարցով, թե որ գրողի մասին կուզեն նրանք լսել ինձանից, բաներ, որոնք իրենց դասագրքերում չկան։ Բացի Հաղպատ գյուղի երեխաներից, որ ցանկացան Թումանյանի մասին լսել, եւ մեկ էլ Շիրակի մարզի Սարի գյուղի դպրոցականներից, որոնք ուզեցին, որ ես խոսեմ Ստեփան Զորյանի պատմավեպերի մասին։ Մնացած 28 դպրոցներում տվեցին Պարուս Սևակի անունը։ Ընդ որում, հատկապես բարձր դասարանցիներին հետաքրքրում է ոչ այնքան Պարուս Սևակի ստեղծագործությունը, պոեմները, բանաստեղծությունները, այլ թե ինչու սպանեցին հայ նշանավոր բանաստեղծին։ Վախճանի այս կամ այն տեսակը կամ լուսապսակով է պատում ստեղծագործող մարդու առհասարակ նշանավոր անհատի կենսագրությունը կամ ինչ-որ չափով շնորհազրկում է այն, նայած թե ինչ մահով է հեռացել նա կյանքից։ Որքան ողբերգական է մարդու վախճանը, այնքան առեղծվածային հմայքով է պատվում նրա ապրած կյանքն ու ստեղծագործությունը։ Արվեստագետի հետմահու կենսագրության մասին տասնյակեջեր կան Միլան Կունդերայի «Անմահություն» վեպում, որտեղ գրողը փորձում է Յոհան Վոլֆգանգ Գյոթեի օրինակով ցույց տալ, թե ինչ առասպելներ, լեգենդներ են հյուսվել նրա անվան եւ նրա ստեղծագործությունների շուրջ եւ փորձում քողազերծել դրանք։ Բայց գանք Պարուս Սևակին։ Երկու հանգամանք պայմանավորվում են նրա նկատմամբ զանգվածների սերը, մասսայական համակրանքը։ Առաջինը նրա ստեղծագործությունների մի մասի չափազանց հանրամատչելի լինելն է։ Երկրորդը ողբերգական ավտովթարն է, որին զոհ գնաց տաղանդավոր պոետը։ Իմ դպրոցական տարիներին եւ դրանից հետո օրինակ դու երկու տառ կամ գժվել ես ինչ է բանաստեղծությունը ձեզ համար կարտասաներ գրեթե ցանկացած դպրոցական, հատկապես սիրահարվածները։ Կամ օրինակ մարդ էլ բանաստեղծությունը փողոցում հանդիպած ցանկացած մեկը գոնե մեկ քառյակ կարող է արտասանել։ Սա ինչ որ իմաստով Պարուս Սևակի համար բրենդային վոտանավոր դարձավ երկու արտիստների Վլադիմիր Աբաջյանի եւ Մեհեր Մկրտչյանի ասմունքից հետո հատկապես։ Կարճ ասած Սևակին սիրում են շատերը, բայց նրա պոեզիայի իրական արժեքը գիտակցում են քչերը։ Ինչպես արդեն նշեցինք, Պարուս Սևակի եւ նրա ստեղծագործության նկատմամբ մեծ համակրանքը ունի երկու սկզբնաղբյուր։ Մեկը, որ պոեզիայի մի մասը չափազանց հանրամատչելի է, եւ երկրորդը ավտովթարը։ Ավտովթարի ոչ պատահական, այսինքն սարքած լինելու կասկածը Պարուս Սևակ մարդուն տվեց զոհի, իշխանությունների դեմ պայքարող, ըմբոստացող նահատակի հմայք։ Այդ ավտովթարից անցել է շուրջ կես դար։ Այս ընթացքում սերունդ է փոխվել, հասարակարգ է փոխվել։ Չկա այլևս ազդու հսկայական սովետական միությունը, մեր երկիրը անկախություն է ձեռք բերել, անցել պատերազմների միջով, բայց կասկածը դեռևս վերջնականապես չի վերացել, ուստի պատահական չէ, որ դպրոցականները ամենից շատ հենց դրանով էին հետաքրքրվում։ Անցած տասնամյակների ընթացքում բազմաթիվ հոդվածներ են այդ թեմայով հրապարակվել, գրվել են գրքեր։ Դրանցից 3-ը Լևոն Հախվերդյանի «Պարույրը», Հովիկ Չարախչյանի «Սևակի մահվան առեղծվածը» եւ Սերգեյ Գալոյանի «Զուտ սովետական սպանություն» գրքերը կարդացել եմ մի քանի անգամ։ Շուրջ 20 տարի առաջ ինքս էլ փորձել եմ փոքրիկ հետաքննություն անցկացնել, հանդիպել եմ նրա ծանոթների, մտերիմների հետ, ինչպես նաև թեմայի վերաբերյալ հակամետ կարծիքներ արտահայտող շատերի հետ։ Թվարկած գրքերից առաջնում Լևոն Հախվերդյանը աներբայորեն պնդում է, որ ավտովթարը, որին զոհ գնաց Պարուս Սևակը, զուտ պատահականություն էր։ Դրա փոխարեն Սերգեյ Գալոյանը գրքի վերնագրով արդեն «Զուտ սովետական սպանություն» վերնագրով արդեն ասում է, որ սպանությունը դիտավորյալ էր, միտումնավոր, Սևակին ոչնչացնելու հատուկ ծրագրի արդյունք։ Իսկ Հովիկ Չարախչյանը, որ ավելի նրբանկատ է գտնվում, բերում է տարբեր փաստարկներ։ Ես անձնապես կարծում եմ, որ նա մտածում է, նա համոզված է նույնպես, որ պատահականություն է, բայց դատավճիռ չի կայացնում Հովիկ Չարախչյանը եւ կարծում եմ ճիշտ է վարվում, որովհետեւ որևէ գրող կամ որևէ թեման հետաքննող ոչ դատավոր է, ոչ դատախազ, որ վերջնական վերդիկտ կայացնի։ Այնուամենայնիվ այս պատմության մեջ դեռևս մնում են մութ կետեր։ Դրանցից գլխավորը երկուսն են։ Առաջինը, որ բանաստեղծի մահվանից առաջ կառանք էր դրվել նրա Եղեցի լույս կատարյալ նրա լավագույն ժողովածուի վրա, եւ երկրորդը, որ ոչնչացվել է քրեական գործը, որը կարող էր այսօր նորից վերաբացվել։ Ոչնչացվել է ոչ սովետական տարիներին, ոչնչացվել է
մեր երկրի անկախության առաջին տասնամյակում։ Սևակի բոլոր ընկերները, մտերիմները համոզված են, որ ավտովթարը նրա վարորդական անփորձության արդյունք էր։ Եթե մի պահ նույնիսկ ենթադրենք, որ նրանք այդպես արտահայտվել են խուսափելով ՊԱԿ-ի հետապնդումից, որին վերագրվում էր Սևակի սպանությունը, կասկածները տանում էին դեպի ԿԳԲ, բայց ինչ էր խանգարում նրանց, որպեսզի արդեն ճշմարտությունն ասեին, երբ չկար ոչ սովետական միությունը, երբ նրա, այսպես ասած, ուժային ամենագաղտնի կառույցը ԿԳԲ-ն։ Սակայն ավելի կարևոր է, որ նույն կարծիքի էր նաև Պարուս Սևակի ավագ որդին, լուսահոգի Արմեն Ղազարյանը։ Ինչպես գիտենք, ավտովթարին զոհ են գնում թե Պարուս Սևակը, թե կինը Նելին, իսկ երկու որդիները բարեբախտաբար փրկվում են։ Արմեն Ղազարյանն այդ ժամանակ 13 տարեկան էր։ Պահպանվել է նրա տված ցուցմունքը, որտեղ նա մանրամասնորեն նկարագրում է, թե ինչպես է տեղի ունեցել ավտովթարը։ Առաջից մի բեռնատար ավտո ճամփի մեջտեղից էր գնում։ Պապան մոտեցավ, ազդանշան տվեց, որպեսզի ճանապարհ տա։ Բեռնատարը շարունակեց մեջտեղից գնալ։ Պապան ջղայնացավ, ավելի երկար ազդանշան տվեց։ Վերջապես բեռնատար ավտոն թեքվեց աջ, պապան շատ արագ կողքով անցավ, թեքվեց աջ եւ ետև նայելով բեռնատարի գյուղացի վարորդին ցուցամատը ցույց տալով հայոյեց։ Պապան դեռ չէր գտել իր աջ ճանապարհը, երբ բեռնատարը մի քիչ ձախ թեքվեց, մոտենալով մեզ։ Կարծեմ պապային վախեցնելու համար։ Պապան մեքենան անմիջապես աչից դեպի ձախ թեքեց եւ աջ կողմից մեքենան բարձրացավ։ Մամայի կողմից դուռը բացվեց։ Մաման ձան հանեց ու ընկավ ցած։ Պապան ձեռքը երկարեց, որ բռնի։ Մեքենան շուռ եկավ եւ ցնցումով խփվեց գետնին։ Սևակն անփորձ վարորդ էր, դա գիտեին շատերը, բայց որ Չանախշիից Երևան նա առաջին անգամ էր ինքնուրույն անցնելու, քչերն են տեղյակ։ Բանաստեղծը գիշերը չէր քնել, ողջ գիշեր իր խնձորի այգին էր ջրել, որովհետև ջրի, այսպես ասած, իրենց հերթն էր։ Լուսադեմին ավարտելով աշխատանքը նա մեկ բաժակ օղի է խմում եւ սպասում վարորդին, որը պիտի գար նրանց Երևան տանելու։ Հայտնվում է, կարծեմ, Կոլյա կամ Կոլիկ անունով այդ ծանոթը եւ հայտնում, որ չի կարող մեքենան եւ ընտանիքին Սևակի հասցնել Երևան, որովհետեւ գյուղի ղեկավարը թույլ չի տալիս, բերքահավաքի շրջան էր, իսկ նա, այսպես ասած, բրիգադավար էր եւ պիտի կառավարեր խոթունձը, որն այդ օրերին տեղի էր ունենում։ Իրական է պատմությունը, որ Պարուս Սևակը ասում է, որ եթե հետընթացով ավտոտնակից կարողացա մեքենան հանել, ուրեմն ինքս էլ կվարեմ, կհասնեմ Երևան, բայց իրական է թե չէ երկրորդ պատմությունը, որ նրանց ճանապարհելու եկած քույրը եւ ամուսինը, հատկապես ամուսինը քաջալերում է ասելով տղամարդ ես համարձակ եղիր։ Ասենք, որ Սևակը իր մահվան օրերին կարող էր առասարակ չլինել Երևանում։ Անտոն Քոչինյանն առաջարկել է Պարուս Սևակին ուղեկցել իրեն Իտալիա կատարելիք պաշտոնական այցելության ժամանակ, սակայն բանաստեղծը մերժել է, որովհետև պիտի ընտանիքով Թիֆլիս մեկնեին մասնակցելու կնոջ Նելլիի մոր, այսինքն Զոքաչի 40-ին։ Հենց այդ պատճառով էր Պարուս Սևակը այդ օրը շտապում ընտանիքով հասնել Երևան, որպեսզի երկաթուղային կայարանից մեկնեն Թբիլիսի։ Անհնար է երևակայել, որ ԿԳԲ-ն, որ պլանավորել էր այս գործը, կարող էր վստահ լինել, որ, ասենք, թույլ չի տալիս Կոլիկ կամ Կոլի անունով այդ վարորդին գալ եւ մեքենան վարել մինչեւ Երևան, որ Պարուս Սևակը մեկ ուրիշ համագյուղացի չէր գտնի, որ կաներ այդ գործը, ինքը անձամբ կնստեր ղեկին։ Կա տեսակետ, որ բեռնատարների վարորդները այդ տարիներին որոշակի կամահարանքով էին վերաբերվում շքեղ մեքենաների տերերին, իսկ Պարուս Սևակի GAZ-21 Volga մեքենան այդ տարիներին համարվում էր շքեղ մեքենաներից մեկը։ Դժվար է պնդել, բայց բեռնատարի վարորդը ճանապարհը անմիջապես չզիջելով իր սոցիալական բողոքն է արտահայտել իր կարծիքով բարձր խավի նկատմամբ։ Հենց վթարի օրը հարուցվում է քրեական գործ, սակայն հանցակազմի բացակայության պատճառով կարճ ժամանակ հետո կարճվում է։ Եվ այսօր դժվար է ասել, դժվար է պնդել, գտնվել է արդյոք այդ բեռնատարի վարորդը եւ հարցաքննվել, թե ոչ։ Կան վկայություններ, որ նույն վթարի օրը ընդամենը րոպեներ անց այդ ճանապարհով անցնում են նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն առաջինը եւ Կիլիկիո կաթողիկոս Գարեգին երկրորդը, նրանք վերադառնում էին դեպի Տաթևի վանական համալիր կատարած ուխտագնացությունից, տեսնելով հավաքված բազմությանը նրանց մեքենան նույնպես կանգ է առնում, սակայն միլիցիոներները հորդորում են, խնդրում են շարունակել ճանապարհը։ Եվ միայն Մայրաթոր Սուրբ Էջմիածին հասնելուց հետո է Վազգեն առաջին վեհափառ հայրապետը տեղեկանում, որ վախճանվել են Պարուս Սևակն ու կինը։
Հասկանալի է, թե ինչ խորը ցավ է ապրում նա, որովհետև մտերիմ էր Պարուս Սևակի հետ եւ շատ բարձր գնահատում նրա թե անձը, թե ստեղծագործությունը։ Մեկ այլ կասկածի առիթ տվեց պոետին սեփական տան այգում թաղելու որոշումը։ Մարդիկ կասկածում էին, որ Երևանում հողակավորելու դեպքում ուսանողական բողոքի ցույցեր կարող են լինել։ Սակայն սա նույնպես հիմնազուրկ է, որովհետև բազմաթիվ վկայություններ կան, որ Պարուս Սևակն ինքն է պատգամել, ինքն է ընկերներին պատվիրել, որ իր մահվան դեպքում ինքը պիտի թաղվի, հողակավորվի իր տան Խնձորենու այգում։ Անգամ ընկերներից մեկին նշանավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանին պատվիրել է, թե ինչ պիտի գրվի իր տապանակարի վրա։ Բայց այս ամենը լրացուցիչ նոր հարցեր են ծնում։ Ինչու պիտի հաջողակ եւ իր հռչակը օր-օրի ավելացնող բանաստեղծը այդքան երկար մտածեր մահվան մասին։ Այնքան երկար, որ սեփական այգին ոտանավորներից մեկում պատկերվում է որպես գերեզմանոց, իսկ խնձորի ծառերը որպես ուրվականներ։ Այնքան երկար է մահվան մասին մտածել, որ նույնիսկ ոտանավոր բանաստեղծությունն իր գրված այս կյանքից ու աշխարհից մեքենայով հեռանալու, ավտոմեքենայով հեռանալու մասին։ Իրականում մինչ կյանքից հեռանալը Պարուս Սևակը հեռացել էր Երևանից։ Նա հրաժարվել էր Հայաստանի գրողների միության քարտուղարի պաշտոնից, հրաժարվել էր Գերագույն խորհրդի падգամավորի մանդատից, հրաժարվեց նաև մասնակցելու Մոսկվայում կայանալիք սովետական գրողների միության հերթական համագումարին։ Նա որոշել էր առանձնանալ Չանարչի գյուղում եւ զբաղվել զուտ իր ստեղծագործությամբ։ Ընթերցասեր երիտասարդությունն ու գրասեր հասարակություն այս ամենի հետևանքով Սևակին ընդդիմադիր գրողի հատկանիշներ էին վերագրում։ Իրականում դժվար է նրան իշխանություններին ընդդիմադիր կոչել կամ այլախոհ բանաստեղծ։ Կարծիքներ կան, որ Սևակի հախուռ տաղանդը գնահատվել է դեռևս ուսանողական տարիներից եւ իշխանությունները, օրինակ ի տարբերություն տարեկից այլ բանաստեղծների, Համոսայանի կամ Հրաչյա Հովհաննիսյանի, նրան չեն զորակոչել բանակ, այդպիսով Պարուս Սևակը կարողացել է խուսափել, խույս տալ երկրորդ համաշխարհային պատերազմի բոցերի մեջ հայտնվելու հեռանկարից։ Բայց այսքանով հանդերձ վստահ կարող ենք պնդել, որ Պարուս Սևակը երբեք չդարձավ պալատական գրող, երբեք չդարձավ իշխանությունների գաղափարական խոսափողը։ Այո, դժվար է նրան կոչել այլախոհ կամ ընդդիմադիր, բայց նա իսկապես ըմբոստ էր եւ անկանխատեսելի։ Այո, բոլոր գրքերն են հրատարակչական դժվարություններ ունեցել, բայց ինչ եղավ նրա վերջին Եղիցիլիս ժողովածուի հետ, ավելացրեց կասկածները, որ Սևակը սպանվել է։ Գիրքն ամբողջությամբ կալանավորվել էր տպարանում։ Պետք է շեշտել, որ այս գրքում նույնպես հակասովետական ոչ մի ցայտուն դրսևորում չկար։ Ավելին, ժողովածում լույս տեսած բանաստեղծությունների գերակշիռ մասը արդեն հրատարակվել էր գրական մամուլում եւ ընթերցողը ծանոթ էր դրանց։ Սակայն դա չի խանգարում, որ գրողին հոգեմար շանող եւ նվաստացնող բանավեճերի մեջ ներքաշեն։ Գրաքննիչներին հատկապես դուր չէր եկել գրքի վերնագիրը։ Ինչու Եղիցի լույս, հարցնում են նրան գրաքննիչները։ Նշանակում է թող շատ լույս լինի, պատասխանում է բանաստեղծը եւ ավելացնում, որ 5 տակարանի ծննդոց գրքից է վերցված։ Ինչի մեր երկրում լույսը քիչ է, հաջորդում է դավադիր հարցը, Սևակը պատասխանում է, որ թող ավելի շատ լինի, սակայն համբերությունը հատած ավելացնում է. Խոչեի գրելու Իլիչի լամպերը։ Մեկ այլ անգամ նկատում եմ, որ նա Կենտկոմի շենքից դուրս է գալիս, մեղմ ասած այլայլված, իսկ ավելի կոնկրետ կատաղության հասած։ Մարդիկ նկատում են, որ երկրի գաղափարախոսների հետ Պարուս Սևակի շփումը միայն բանավեճով չի ավարտվել։ Եղիցի լույս ժողովածուն ընթերցողին հասավ Պարուս Սևակի մահվանից հետո միայն։ Մասսայական ընթերցողը տարվեց այդ գրքում սովետի դեմ գրվածքներ փնտրելով եւ չնկատեց այն գրական ու գեղարվեստական մեծ արժանինքները, որով Պարուս Սևակը համարձակորեն ոտք էր քսում հայ պոեզիայի մեծերի հետ։ Հավանաբար հիմա հեռուստադիտողը սպասում է իմ վերջնական խոսքին, թե ես ինչ կասեմ, իմ կարծիքով սպանություն էր, թե պատականություն։ Ես կարծում եմ, որ եթե անգամ խորհրդային գաղտնի կազմակերպությունները որոշել էին վերացնել Պարուս Սևակին, ապա նրանք ուշացել էին։ Իմ կարծիքով ավտովթարը պատահականություն էր, Պարուս Սևակի վարորդական անփորձության հետևանք։ Բայց նրանք ինչ-որ իմաստով խրախուսում էին այն կասկածները, որ ծնվել էր ժողովրդի մեջ, տոն էին տալիս ժողովրդի մեջ եղած այդ տարակույսներին։
Ավարտվել էր Խրուշովյան ձնալը։ Սովետական իշխանությունները կարծում էին, որ չափի շատ ազատություն են տվել արվեստագետներին, ստեղծագործող մարդուն, մտավորականներին։ Նրանք սարսափում էին այդ ազատության ծավալումից, զորացումից, ուստի որոշեցին կանխել այն։ Սևակի մահվան շուրջ եղած կասկածները նրանց կարծիքով կստիպեին արվեստագետներին մի պահ կանգ առնել, մտածել եւ կկաշկանդեին նրանց ազատախոհ ձգտումները։